Լոս Անջելեսի Վալենսիա շրջանի Six Flags Magic Mountain և Buena Park-ի Knott's Berry Farm զվարճանքի այգիները 2026-ի սեզոնի համար հարյուրավոր նոր աշխատակիցներ են փնտրում։ Փետրվարի 14-ից 22-ը կանցկացվի հավաքագրման հատուկ շաբաթ։ Six Flags ընկերությունը մտադիր է ընդհանուր առմամբ 50,000 մարդու աշխատանքի տեղավորել Հյուսիսային Ամերիկայի իր բոլոր 42 այգիներում։ Աշխատանքային ժամավճարը սկսվում է $16.90-ից Knott's Berry Farm-ում և $17.81-ից Six Flags-ում։ 16 տարին լրացած երիտասարդները կարող են դիմել տարբեր հաստիքների համար, կարուսելների օպերատորներից մինչև անվտանգության աշխատակիցներ և փրկարարներ։ Աշխատակիցներին սպասվում է գրավիչ արտոնություններ, այդ թվում անվճար մուտքի տոմսեր ընկերների համար և զեղչեր սննդի ու այգու հուշանվերների համար։ Հետաքրքրված անձինք պետք է դիմեն առցանց, նախապես ամրագրելով հարցազրույցի ժամը։ Բացառություն է միայն փետրվարի 21-ը, երբ Վալենսիայի այգին կիրականացնի բաց հանդիպում դիմորդների հետ։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Մահացու դեպք Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ուսանողների սիրելի խանութի մեջ։ Օղակը սեղմվում է նաև Կուբայի շուրջ, երկիրը զրկվում է վառելիք ներմուծելու վերջին հնարավորություններից։ Կամ ինձ հետ եք, կամ չեք աշխատում, Թրամփի վերջնագիրը բարձրաստիճան պաշտոնյաներին։ Էժան Թրամփի անունից ծրագիրը մեկնարկել է։ Աշխատատեղերի աննախադեպ կրճատում 2026-ի առաջին սթրես թեստը ամերիկացիների համար և հերթական սթրեսը Pizza Hut-ը 250 մասնաճյուղ կփակի։ Տոմսերն այլևս մեքենայի գին չեն ունենա։ Կալիֆորնիան սանձում է վերավաճառողների ախորժակը։ Սառույցը կոտրված է։ ԱՄՆ-ի մարզիկներն արդեն նվաճում են Միլանը։ Սա մեր պատրաստած լրահոսի միայն մի մասն է։ Այսօր պատմելու ենք նաև մի նահանգի մասին, որը 10,000-ից ավելի լիճ ունի, բնակչության թվի հաշվարկով ռեկորդային թվով նավակներ։ Հավանաբար գուշակեցիք, որ խոսքը Մինեսոտային է վերաբերվում։ Հետաքրքիր մանրամասները թողարկման երկրորդ հատվածում ներկայացնելու է Մանու Հարությունյանը։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին։ Ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենաքննարկվող ու կարևոր թեմաների մասին։ Եթե ցանկանում եք աջակցել մեզ, ապա պարզապես բաժանորդագրվեք մեր ալիքին, չմոռանաք մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ և լայքել տեսանյութը։ Մի խոսքով ձեր աջակցությունը իսկապես միշտ մեզ ոգևորում և ուժ է տալիս։ Այնպես որ եղեք ակտիվ, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ Վեսթվուդում ողբերգական պատահար է տեղի ունեցել, որը 3 մարդու կյանք է խլել։ Սեդանը մխրճվել է Կալիֆորնիայի համալսարանի հարևանությամբ գտնվող սուպերմարկետի մեջ։ 2 հոգի մահացել են տեղում, քանի որ մեքենան նախ հարվածել է խանութի դիմաց գտնվող անցորդներին, ապա նոր միայն մտել խանութ։ Բացի զոհերից կան նաև բազմաթիվ վիրավորներ, որոնցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր։ Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարել է, որ սա դիտավորյալ հարձակում չէր։ 92-ամյա վարորդը փորձել է խուսափել հեծանվորդին բախվելուց, ինչի հետևանքով տեղի է ունեցել վթարը։ Իրավապահները հաստատել են, որ վարորդը չի եղել ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ և մնացել է դեպքի վայրում ու համագործակցում է քննիչների հետ։ Արիզոնայի հանրային անվտանգության դեպարտամենտի ուղղաթիռը ողբերգական վթարի է ենթարկվել, երբ արձագանքում էր Ֆլագստաֆի տարածքում հնչած հերթական տագնապալի կանչին։ Աղետի հետևանքով զոհվել են օդանավում գտնվող օդաչուն և ոստիկանության սպա պարամեդիկը։ Ուղղաթիռը պետք է աջակցեր ակտիվ հրաձգության իրավիճակը չեզոքացնելու բարդ գործողությանը։ Այս պահին դեռևս հստակ չէ, թե կոնկրետ ինչն է դարձել կործանման պատճառը և արդյոք հրաձգությունն ուղղակիորեն առնչվում է վթարին։ Նախքան ողբերգական անկումը իրավապահներն արդեն իսկ փոխհրաձգության մեջ էին զինված կասկածյալի հետ։ Նա արդեն ձերբակալվել է։ Բացի ուղղաթիռի անձնակազմից այլ տուժածներ չկան։
Օղակը սեղմվում է նաև Կուբայի շուրջ։ Այդ երկրի նախագահը հայտարարել է վառելիքի սուր դեֆիցիտի ու երկրի կենսական համակարգերի վրա ԱՄՆ վարչակազմի հանցավոր քաղաքականության ծանր հետևանքների մասին։ Թրամփը վերջերս սպառնացել էր մաքսատուրքեր սահմանել ցանկացած երկրի նկատմամբ, որը նավթ կմատակարարի կղզուն։ Դիմել է նաև Մեքսիկայի նախագահին, պահանջելով դադարեցնել նավթի մատակարարումը։ Մենք պատերազմական վիճակում չենք, բայց պատրաստվում ենք, եթե ստիպված լինենք անցնել պատերազմական դրության, նշել է Կուբայի նախագահն իր հեռուստաուղերձում։ Նա ընդգծել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության ցանկացած հարցի շուրջ, սակայն միայն առանց նախապայմանների և ինքնիշխանության հարգմամբ։ Թրամփը չի թույլատրում պայքարը նաև երկրի ներսում։ ԱՄՆ կոնգրեսում բանակցությունները մտել են փակուղի, վտանգելով ներքին անվտանգության նախարարության DHS-ի ֆինանսավորումը։ Այն ավարտվում է փետրվարի 13-ին։ Դեմոկրատները պահանջում են սահմանափակել IC ու CBP-ի գործողությունները։ Հանրապետականները դեմոկրատների առաջարկներն անվանել են բացարձակապես անիրատեսական և նշել, որ համաձայնության հասնելը անհնար է։ Թրամփի կողմից նախկինում հաստատված 75 միլիարդ դոլարի բյուջեի շնորհիվ այս-ը չի տուժի, սակայն այլ ծառայություններ կարող են մնալ առանց վարձատրության։ Նախագահի վարչակազմը մինչև 50,000 դաշնային ծառայողների զրկել է աշխատանքային երաշխիքներից։ Հրապարակվել է նոր կանոնակարգ, որը թույլ կտա հեշտությամբ ազատել այն մասնագետներին, որոնք պատասխանատու են նախագահի քաղաքականության իրականացման համար, բայց նախկինում պաշտպանված էին օրենքով։ Դոջի գործողությունների հետևանքով Թրամփի վերադարձից ի վեր դաշնային համակարգն արդեն լքել է 242,260 աշխատակից։ Նախագահը հստակ հասկացնում է, որ պետական մեքենան պետք է աշխատի իր օրակարգին համահունչ, հակառակ դեպքում դաշնային աշխատակիցները կազատվեն առանց ավելորդ քաշքշուկների։ Թրամփի վարչակազմը պաշտոնապես գործարկեց Trump-Erix կայքը, որը թույլ է տալիս ամերիկացիներին ձեռք բերել դեղատոմսով տրվող դեղամիջոցները զգալի զեղչով։ Կայքը հանդես է գալիս որպես միջնորդ, ուղղորդելով քաղաքացիներին դեպի արտադրողների էջեր և տրամադրելով հատուկ կտրոններ դեղատների համար։ Այս նախաձեռնությունը վարչակազմի ծրագրի մի մասն է, ուղղված կյանքի թանկացման դեմ պայքարին նոյեմբերյան միջանկյալ ընտրություններից առաջ։ Ծրագրում արդեն ներառված են ավելի քան 40 դեղամիջոցներ, այդ թվում քաշի նվազեցման հանրահայտ միջոցները։ Նախագահը պահանջել է դեղագործական հսկաներից ԱՄՆ-ում սահմանել նույն ցածր գները, ինչ այլ զարգացած երկրներում։ Սպիտակ տունը առաջարկել է Վաշինգտոնի Դալլես օդանավակայանն ու Նյու Յորքի Փենսիլվանիա կայարանը անվանակոչել նախագահի պատվին։ Սա ներկայացվել է որպես նախապայման Gateway թունելի նախագծի համար անհրաժեշտ 16 միլիարդ դոլարի դաշնային միջոցները տրամադրելու դիմաց։ Նախագծի ֆինանսավորումը սառեցվել էր բազմազանության, հավասարության և ներառականության սկզբունքների դեմ պայքարի շրջանակում։ Թրամփի անունը արդեն հայտնվել է Քենեդիի կենտրոնի և Խաղաղության ինստիտուտի վրա։ Արդյոք Վաշինգտոնում և Նյու Յորքում կհամաձայնեն անվանափոխություններին 16 միլիարդ դոլարի դիմաց դեռ պարզ չէ։ Թրամփն իր անվան հիշատակումների թվով ռեկորդ է սահմանել, բայց վստահ չեն, որ դրա համար շատ ուրախ է։ Նրա անունը Ջեֆրի Էփշթեյնի գործով հրապարակված փաստաթղթերում հանդիպում է շատ ավելի հաճախ, քան Հարիի անունը Հարի Փոթերի ողջ վիպաշարում։ Ըստ New York Times պարբերականի, Թրամփը հիշատակվում է շուրջ 38,000 անգամ, ավելի քան 5,300 դատական փաստաթղթերում։ Համեմատության համար նշեմ, որ Հարի անունը բոլոր 7 գրքերում հանդիպում է ընդամենը 18,956 անգամ։ Ստացվում է, որ նախագահի անվան հիշատակումների թիվը գրեթե կրկնակի գերազանցում է աշխարհահռչակ կախարդի անվանը։ 2026 տհաճ ռեկորդով և սթրեսային ցուցանիշներով է սկսել ամերիկյան աշխատաշուկայի համար։ Հունվարին ԱՄՆ-ում հայտարարվել է ավելի քան 108,000 աշխատատեղերի կրճատման մասին։ Սա հունվար ամսվա համար ամենաբարձր ցուցանիշն է 2009 թվականից ի վեր։ Նոր թափուր տեղերի քանակը ևս զգալիորեն նվազել է, հասնելով վերջին տարիների նվազագույնին։
Հիմնական հարվածը ստացել են տեխնոլոգիական եւ տրանսպորտային ոլորտները, ինչի վկայությունն են Amazon եւ UPS ընկերությունների հազարավոր կրճատումները։ Հատկանշական է, որ կրճատումների միայն 7%-ն է պայմանավորված արհեստական բանականության ներդրմամբ։ Մնացած դեպքերում հիմնական պատճառները շուկայական պայմանների վատթարացումն է, ինչը ստիպում է կրճատումների ու տնտեսումների գնալ։ Պիցցայի հանրահայտ Pizza Hut ցանցի մայր ընկերությունը հայտարարել է ԱՄՆ տարածքում 250 ոչ արդյունավետ մասնաճյուղերի փակման մասին։ Անցյալ տարի ցանցի համաշխարհային վաճառքները նվազել են 1%-ով։ Սպառողները այժմ նախընտրում են արագ առաքումը, այլ ոչ թե հնաոճ ու մեծ սրահներում ճաշելը։ Փակման գործընթացը կիրականացվի 2026 թվականի առաջին կիսամյակում։ Կալիֆոռնիայում գործում է Pizza Hut-ի շուրջ 500 մասնաճյուղ, դեռ հայտնի չէ, թե դրանցից քանիսը կհայտնվեն սև ցուցակում։ Pizza Hut-ը հիմնադրվել է 1958 թվականին Կանզասում, որից պարտք վերցրած ընդամենը $600։ Հանրահայտ կարմիր տանիքը հայտնվել էր 1969-ին, երբ ցանցն արդեն համարվում էր շուկայի անվիճելի առաջատարը։ Կալիֆոռնիայում ներկայացվել է երկրպագուներն առաջին հերթին ակտը, որը նպատակ ունի սահմանափակել տոմսերի վերավաճառքի գները։ Առաջարկվում է արգելել տոմսերի վաճառքը նախնական արժեքից 10%-ից ավելի թանկ գնով։ Սա վերաբերում է համերգներին, կատակերգական եւ թատերական ներկայացումներին, սակայն չի տարածվում սպորտային միջոցառումների վրա։ Միաժամանակ օրինագիծը չի արգելում տոմսերի վերավաճառքը երկրպագուների միջև, եթե ինչ-որ մեկի ծրագրերը փոխվել են, սակայն այս դեպքում էլ վերավաճառքը թույլատրվում է առավելագույնը 10% հավելավճարով։ Կալիֆոռնիայի սենատորը ներկայացրել է ապահովագրության վերականգնման մատչելիության ակտը։ Այն նպատակ ունի պաշտպանել քաղաքացիների շահերը։ Օրինագիծը թույլ կտա նահանգի գլխավոր դատախազին դատի տալ նավթագազային ընկերություններին, ստիպելով նրանց վճարել կլիմայական աղետների պատճառով աճող ապահովագրական ծախսերի համար։ Արևմտյան նահանգների նավթային ասոցիացիան նախաձեռնությունն անվանել է քաղաքական հնարք, որը կպակասեցնի աշխատատեղերը եւ կթանկացնի վառելիքը սպառողների համար։ Միլանում ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական բացման ընդառաջ թեժ պայքարն արդեն ընթանում է։ Առաջին լուրջ հաջողությունը գրանցեց ԱՄՆ-ի կանանց հոկեյի ընտրանին, որն առաջին խաղում ոչ մի հնարավորություն չթողեց մրցակցին։ Նրանք չեմպիոնի տիտղոսի հավակնորդների թվում են, զուգահեռաբար մեկնարկել են սնոուբորդի որակավորման առաջին մրցումները։ Մարզաշխարհի ուշադրությունը հիմա սևեռված է Իտալիայի վրա, որտեղ ամերիկյան պատվիրակությունը փորձում է գերազանցել նախորդ ցուցանիշները։ Պայքարի հիմնական փուլը կսկսվի օլիմպիական կրակը վառելուց հետո։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ են հրապարակված մեր սոցցանցերում։ Արդյոք կարող են կենդանիները ձևացնել կամ երևակայել։ Գիտնականները բոնոբոյի հետ թեյախմություն են կազմակերպել օգտագործելով անտեսանելի հյութ եւ խաղող։ Պրիմատը հեշտությամբ ընդունել է խաղի կանոնները։ Նա ձևացրել է, թե տեսնում է ինչպես է սափորից լցվում բաժակները, չնայած դրանք իրականում լիովին դատարկ էին։ Սա նշանակում է, որ կապիկներն ունեն ճանաչողական մեխանիզմներ, ինչը նախկինում համարվում էր միայն մարդկանց բնորոշ բացառիկ առանձնահատկությունը։ Իդեպ սա առաջին կապիկն է, որը հասկանում էր անգլերեն տառեր եւ հաղորդակցվում բառերը ներկայացնող խորհրդանիշների լեքսիգրամների միջոցով։ Ինդիանա նահանգում առաջ քաշված նոր օրինագիծը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Հանրապետականներն առաջարկում են հանրային դպրոցներում պարտադիր դասավանդել հաջողության հաջորդականությունը։ Սա 3 քայլերից բաղկացած բանաձև է՝ նախ ստանալ կրթություն, գտնել լիաժամկետ աշխատանք եւ միայն ամուսնանալուց հետո երեխա ունենալ։ Օրինագծի հեղինակները սա համարում են աղքատության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը։ Նմանատիպ օրենքներ արդեն ընդունվել են Ալաբամայում եւ Թենեսիում, իսկ Թեքսաս ու Օհայո նահանգները դեռ քննարկում են նմանօրինակ նախաձեռնությունը։ Լրահոսից այսքանն էինք առանձնացրել, թողարկումը կշարունակի իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ Այս անգամ նա ԱՄՆ նահանգներից Մինեսոտայի գաղտնիքներն է բացահայտելու։ Իդեպ դուք գիտեիք, որ 1918 թվականը այս նահանգի համար անվանում են սարսափի տարի։ Ուրիշ հետաքրքիր փաստեր էլ կան, այնպես որ բաց չթողնեք։ Երբեմն այս նահանգն անվանում են 10,000 լճերի երկիր, սակայն իրականում Մինեսոտան ունի ոչ թե 10,000, այլ
11842 լիճ։ Բարև ձեզ։ Այսօր միասին բացահայտելու ենք Մինեսոտան։ Այս նահանգը չեմպիոն է նավակների թվով։ Յուրաքանչյուր 6 բնակչին 1 նավակ է բաժին հասնում։ Իդեպ հենց այս նահանգում է 1922-ին կատարվել ջրադահուկների գյուտը։ Նահանգը կազմավորվել է 1858 թվականի մայիսի 11-ին, դառնալով միության 32-րդ անդամը։ Այն գտնվում է ԱՄՆ միջին արևմուտքի հյուսիսային մասում։ Կլիման խիստ է սառնամանիքային ձմեռներով եւ շոգ ամառներով։ Մինչ նահանգի առանձնահատկությունները պատմելը, նախ եւ առաջ պատմեմ կյանքից։ Կենսամակարդակն այստեղ բավականին բարձր է։ Մինեսոտան հաճախ գլխավորում է կյանքի որակի վարկանիշները ԱՄՆ-ում։ Այն համարվում է միջինից թանկ նահանգ, սակայն ավելի մատչելի է, քան Կալիֆոռնիան կամ Նյու Յորքը։ Ի տարբերություն ագրարային հարևանների, այստեղ զարգացած են տեխնոլոգիաներն ու բժշկությունը։ Այստեղ է գտնվում ԱՄՆ-ի ամենախոշոր առևտրի կենտրոնը Mall of America-ն 500 խանութով, մեծ ատրակցիոններով։ Այս նահանգում է գտնվում Target-ի գլխամասը, 3M-ի գլխամասը, որը 60,000 անուն ապրանք ունի։ Իդեպ վերջինս նաև կպչուն ժապավենի հայտնի Սկոչի գյուտի հեղինակն է։ Այստեղ է ծնվել երաժշտական լեգենդ Բոբ Դիլանը։ Նահանգի միգրացիոն քաղաքականությունը բաց է։ Նահանգն ունի նաև իր մութ էջերը։ 1862 թվականին այստեղ է տեղի ունեցել ԱՄՆ-Դակոտա պատերազմը, որն ավարտվել է ԱՄՆ պատմության ամենազանգվածային մահապատժով։ Կախաղան են բարձրացրել միանգամից 38 հնդկացու։ 1918-ը սարսափի տարի էր Մինեսոտայի համար։ Պատերազմին, գրիպի համաճարակին եւ խոշոր հրդեհին հազարավոր մարդիկ զոհ գնացին։ Մինեսոտայի բնակիչները հպարտանում են իրենց ամենամյա պետական տոնավաճառով, որը երկրի ամենամեծ միջոցառումներից է։ Տարօրինակ սովորություններից է ձմեռային ձկնորսությունը, երբ սառած լճերի վրա կառուցում են ժամանակավոր տնակներ, ապրում ու ձկնորսություն անում այնտեղ։ Մինեսոտան ունի տարօրինակ օրենքներ, որոնցով տարբերվում է այլ նահանգներից։ Օրինակ, Մինետոնկա շրջանում արգելվում է մեքենա վարել, եթե դրա անվադողերը կեղտոտ են եւ աղտոտում են ճանապարհը։ Մեկ այլ հին օրենքով արգելվում էր քաղաքի սահմանը հատել գլխին բադ դրած։ Հիմա ժպտում եք, բայց ժամանակին մարդիկ դրա համար տուգանվել են։ Մինեսոտայում հայկական համայնքը ձևավորվել է 1920-ականներից ցեղասպանությունից հետո։ Այստեղ ապրում է մոտ 2000 հայ, հիմնականում Սենթ Փոլ եւ Մինեապոլիս բնակավայրերում։ Պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ 2002 թվականին նահանգապետն ապրիլի 24-ը հռչակել է հիշատակի օր։ Դրանից հետո հաջորդող նահանգապետերը բազմիցս վերահաստատել են այդ ճանաչումը, ընդունելով հատուկ հռչակագրեր եւ ուղերձներ։ Նահանգում գործում է Սուրբ Սահակ հայկական եկեղեցին Սենթ Փոլ քաղաքում, որը համախմբում է տեղի փոքրաթիվ հայությանը։ Մինեսոտան հակադրությունների նահանգ է, սառը եղանակով, բայց ջերմ մարդկանցով։ Այն կարևոր դեր է խաղում ԱՄՆ տնտեսության եւ քաղաքականության մեջ։ Թեև այն հեռու է խոշոր մեգապոլիսներից, սակայն իր յուրահատուկ մշակույթով, հզոր ընկերություններով ու նաեւ հայ համայնքի ներկայությամբ մնում է Ամերիկայի ամենահետաքրքիր անկյուններից մեկը։ Եթե ծանոթ եք այդ նահանգին կամ հետաքրքիր փաստ գիտեք, գրեք մեկնաբանություններում, իսկ եթե փաստը հենց հայերիս հետ կապված լինի, շատ ավելի հետաքրքիր կլինի, այնպես որ ակտիվ եղեք, իսկ այսօրվա թողարկման համար այսքանն ենք նախատեսել, մինչ նոր հանդիպում։